Խմբակցության անունից ելույթ կունենա Բաբկեն Թունյանը, համեցեք պարոն Թունյան, դահլիճում լռություն։ Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, քննարկում ենք 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը, ըստ էության բովանդակային առումով ավելացնելու շատ բան չկա, որովհետև շատ մանրամասն են քննարկել եւ հանձնաժողովների համատեղ նիստերում եւ լիագումար նիստում եւ աշխատանքային ձևաչափերով, այսինքն ավելացնելու բան չկա, բայց կա կարիք որոշ բաների արձագանքելու ու դրա համար էլ անկեղծ ասած ես ելույթի էի գրանցվել, որովհետև դեռ անցած բյուջետային քննարկումներից բաներ մնաց, որոնց պատասխանները չհնչեց։ Նախ պարոն Խաչատրյան, ոնց որ հիմնական ասելիքը ձեզ է վերաբերվելու, որովհետև դուք եք ոնց հասկանում եմ բյուջետային գծով ձեր խմբակցության առաջամարտիկը, նախ ձեր արտահայտությունից սկսեմ վերջին, ձեր մոտ տենց սովորություն կա, մի բան ասում եք, հետո սկսում եք ապացուցել, որ դուք ուրիշ բան եք նկատի ունեցել, այդ դրան արդեն սովորել ենք, կանգնել եք ասում եք, օդը կեղտոտ է, որովհետև դուք եք կեղտոտ, հետո վերաձևակերպում ենք, ասենք դա ինչ ասելու բան է, այս մեկ, երկրորդը, դուք, ես մի անգամ նշեցի, չէի հիշեցնի, բայց էլի եկակ ամբյոնից ասեցիք, մենք կառավարությանը հարցրել ենք, եթե պարկ չներգրավեիք, ինչպիսին կլիներ ազդեցությունը տնտեսության վրա, ու ասում եք, ինձ էլ պատասխանում էին, հո դոկտոր չենք վարձելու, այդ ինձ նկատի ունեք, պարոն Խաչատրյան, ես հետո գնացել եք մի հատ երկու էջանոց գրառում եք արել, բայց ես այդպիսի բան չեմ ասել, ես ասեմ, պարոն Խաչատրյան, ձեր հարցի պատասխանը տալու համար կարելի է դոկտորական դիսերտացիա գրել, վերջում անգամ սխալ դուրս գալ, ես չեմ ասել, դոկտոր վարձենք, որ ասում եք փող էլ չունեն, մի հատ դոկտոր բերեն, հիմա նայեք, ես դա անվանում եմ բառային ժանգլյորություն, որի մեծ վարպետն եք դուք, թվային ժանգլյորության մասին գիտեինք, բայց բառայինը այս արդեն նոր բարձունքներ է, որ դուք արդեն դեր սեփական ռեկորդները գերազանցում եք, մի հատ էլ հետո վեր կացակ այստեղից, ասեցիք տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահը այսպիսի բան ասում, դե ոչինչ, թերթում սյունակագիր եք եղել, կսովորեք իբր բան էլի, շատ վատ բան են ինձ ասում, իրանք էլ տենց թոփ կլաս մասնագետներ են, ինձ էլ մաթեմատիկական մոդելների տեղերն են ցույց տալիս, ուզեմ նշեմ ձեր, որ ձեր մոդել թերթի սյունակագիրներ կան, որոնք նախարարի պաշտոն են սպառեցել, բայց դե դուք բազմատաղանդ եք, իսկ եթե մաթեմատիկական մոդելներից տենց լավ եք ու այդ պետական պարտքի աճը ձեզ այդքան հետաքրքրում է, բա որ 2008-2009 թվականներին պետական պարտքը մի անգամից 2.5 անգամ աճեց, ինչի մի անգամ հետո տենց վերլուծություն չարեցիք, որ հասկանայիք, թե տնտեսական աճի վրա այդ ամեն ինչը ոնց է ազդում։ Հիմա կոնկրետ ձեր հարցին ի պատասխան, ֆինանսների նախարարը վերջին իրենց հետազոտությունների արդյունքները ցույց տվեց, եթե շատ ընդհանրացված ու կարճ ասեմ, օրինակ 7 տարվա ընթացքում, եթե հնայի 10%-ի չափով պարտք ենք ներգրավում եւ դա ուղղում ենք կապիտալ ծախսերին, ապա իրական հնայի մակարդակը կուտակային առումով բարձրանում է մոտավորապես 14-ից 15%-ով, այսինքն ավելի շատ, քան մենք ներգրավել ենք։ Ավելի մանրամասն վերլուծությունը պարոն Հովհաննիսյանը պատրաստ է ուղարկի, անգամ պատրաստ է աշխատանքային քննարկում կազմակերպել, որի ընթացքում ձեզ կհրավիրենք եւ ձեր բոլոր հարցերի պատասխանները ինձ թվում է կստանաք։ Բայց ես ինքս էլ ֆինանսների նախարարությանը հարցում եմ ուղարկել պաշտոնական, որին պարոն Հովհաննիսյանը դեռ մինչև հիմա չեմ պատասխանել, երևի մտածել են դա կատակ է, բայց ես այդ հարցումը հարց ու պատասխանի ժամանակ կտամ, որպեսզի ձևաչափից չշեղվենք, այդ հարցի պատասխանը պակաս կարևոր չի լինելու։ Անհուսալի վարկերի մասով միշտ եղել են Հայաստանում անհուսալի վարկ ունեցողներ եւ անցած անգամ էլ նշեցի այդ ցուցանիշը, որ դուք ասում եք, դա
կուտակային ցուցանիշ է, այսինքն դա ընթացիկ հոսքերը չեն։ Եվ վարկերի, ծավալների ու վարկառուների թվի աճի համատեքստում շատ բնական է, որ նաև պիտի անհուսալի վարկառուների թվի աճ տեղ ունենար։ Բայց լավ էլ նշեցիք, կառավարությունը այդ առումով ծրագիր է իրականացնում, որտեղ մարդկանց հնարավորություն է տալիս իրենց վճարած հարկերի հաշվին, եկամտահարկի հաշվին դուրս գալ այդ պարտքային թակարդից եւ առողջացնել իրենց պարտքային պատմությունը։ Բայց այդ ծրագիրն էլ քննադատեցիք, չէ՞, այսինքն նպատակը ոչ թե ինչ-որ կառուցողական բան առաջարկելն է ձեր կողմից, այլ ամեն դրական բանի մեջ ինչ-որ բան գտնել, քննադատել է, ինչը նորմալ է, բայց այնպես չի, որ ինչ ասում եք, հալածուղի տեղ ընդունում ենք։ Ու ամենահետաքրքիր բանը, դուք ու ձեր գործընկերները, օրինակ անցած բյուջետային քննարկման ժամանակ ասում եք, վիճակագրությունը կեղծում եք, այս թվերը սուտ են, դիտավորալ այսպիսի բաներ եք անում, ոնց էր ասում, պարոն Ավետիսյան, ասում էր, հանձնարարականը եկավ, վիճակագրական կոմիտեն թվեր նկարեց։ Եվ որ թվերը նկարող լինենք, բոլոր թվերը կնկարենք, դուք ընդհանրապես խոսելու տեղ չեք ունենա, այսինքն ձեզ թվում է, թե վիճակագրության որ մասը ձեր ձեռնտու է, դա արժանահավատ է, որ մասը ձեր ձեռնտու չի, դրա մասին չի կարելի խոսել։ Ես էլ բարեկեցության մասն որ խոսում եք, այնպիսի տպավորություն է, ոնց որ հարգելի գործընկերներ, դուք 2018 թվականին ձեզնից հետո թողել եք աշխարհի ամենաբարեկեցիկ երկրներից մեկը, աղքատության գրեթե զրոյական մակարդակով, մարդկանց բարձր աշխատավարձերով, կրթության բարձր մակարդակով, անվտանգ, հուսալի, բարեկեցիկ, զարգացող, առողջ իրավական համակարգ ունեցող, առողջ կրթական համակարգ ունեցող երկիր, բայց այդպես չի, բոլորն էլ գիտեն, դրա համար այն ինչը որ դուք ասում եք, անգամ ձեզ արձագանքելու կարիք չկա, որովհետև մարդկանց հիշողությունը ոչ մեկը չի ջնջել ու մարդիկ շատ լավ կարողանում են համեմատել։ Մանավանդ որ շատ երկար ժամանակ չի անցել։ Երևի այսքանը եւ սա մեր վերջին բյուջետային քննարկումն է այս ազգային ժողովի, այս գումարման ազգային ժողովի ընթացքում, կարելի ասել ամփոփիչ քննարկում է ու հույս ունեմ վերջին բյուջետային քննարկումն է Հայաստան դաշինքի ներկայացուցիչների մասնակցությամբ, որը որ մենք ունենում ենք այս դահլիճում, հույս ունեմ, որ ապագա խորհրդարանում կլինեն մարդիկ, որոնք 5 տարի շարունակ ոչինչ չանելուց բացի կամ փոխարեն կզբաղվեն իրոք կառուցողական ընդդիմադիր գործունեությամբ։ Շնորհակալություն արգելի այրենիքներ։ Շնորհակալություն, ելույթները ավարտվեցին, այժմ ելույթ կունենա եզրափակիչ ելույթով Հայաստանի